Բարի օր, Մեդիալաբի եթերում մենք քննարկում ենք Հայաստանի հասարակության հոգեկան առողջության վիճակը պատերազմից հետո։ Ես Լիանա Խաչատրյանն եմ, այսօր իմ հյուրն է Արամ Հովսեփյանը, նա հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հովսեփյան, երևի թե սկսենք այսպես ասենք, ընդգրկուն հարցից, ամենալայն հարցից, պատերազմը թողնում է իր հետքը հասարակության վրա։ Պատերազմը կիսում է մեր կյանքը նախկինի եւ ներկայի, դո ի պոսլե, այսպես ասած ռուսական տարածված։ Ինչպիսին է դարձնում հասարակությունը պատերազմը, հատկապես ես այստեղ ուզում եմ շեշտել պարտությամբ ավարտված պատերազմը, որտեղ իմ կարծիքով տարբերություն կա։ Դա կարևոր շեշտադրում էր իհարկե, որովհետեւ իրականում մենք պատերազմի վիճակում գտնվել ենք վաղուց եւ ինքն իրանով պատերազմը այդքան էլ նորություն չէր, իհարկե ոչ այս մասշտաբի, բայց ամեն դեպքում, բայց մենք չենք եղել պարտված բավականին երկար ժամանակ, լայն իմաստով եթե ասենք, ինքը խոցում է ամենախորքային, այն ֆունդամենտալ մեր պահանջմունքը, անվտանգության ապահովության պահանջմունքը։ Եվ բնականաբար այդ պահանջմունքը, եթե սկսում է շարժվել, ճոճվել, մենք կորցնում ենք բավականին լուրջ մաս մեր անվտանգության զգացման։ Եվ այստեղ կան մի շարք տարբեր արտահայտումներ, որոնք որ ընդհանրացված կարող ենք անվանել, որ բոլորի մոտ սրվում են իրենց թույլ կողմերը, այսինքն հասարակության որ մասը կամ որ անդամը առանձին վերցրած ունի թույլ կողմ, այդ թույլ կողմերն են առաջի հերթին խոցում, որովհետև հենց ֆունդամենտալ ապահովության զգացման կորուստը ինքը մեր ամբողջ անձն է ենթարկում վտանգի, մեր ամբողջ համոզմունքներն են սկսում կառուցվել ավելի մեծ ռիսկերի շուրջ, եւ դա բերում է թե անհատական, թե հանրային այդ վտանգի սպառնալիքի զգացման աճին։ Հիմա եթե նայում ենք մեր իրավիճակին, մեր թույլ կողմը այն է, որ մենք չունենք մասսայական հետազոտություններ, այսինքն այն ամենը ինչ որ ես ասում եմ, դա չի կարող լիովին 100% վստահաբար վերաբերվել մեր հասարակությանը, սա որոշ չափով իմ գիտելիքները այլ երկրներում կատարվածի մասին, որոշ չափով իմ դիտարկումներն են, որոնք սուբյեկտիվ են, սակայն մի քիչ ամրապնդվում են մյուս դեպքերի մասին գիտելիքներով, այնպես որ որոշակի վերապահումով է պետք բոլոր ասածներին վերաբերվել։ Հիմա մենք տեսնում ենք մի քանի ուղղվածություն որոշակի բնակչության խմբերի, որոնք որ դրսևորվում են ինչ որ տարբեր տեսակի վարքագծերով։ Ունենք բնակչության խումբ, որը ավելի շատ զբաղվում է քննադատությամբ, ասում է այսպես չի լինի։ Դա արվում է այն պատճառով, որ այս մարդիկ ուզում են գտնել լուծում, սակայն չեն տեսնում այդ լուծումը եւ լուծում փնտրելու փոխարեն քննադատում են ինչ որ կա։ Կան մարդիկ, ովքեր ագրեսիան էլ է պաշտպանական ռեակցիա, հա։ Հեսա մի քիչ անցած խոսանք ռեակցիաների տեսակների մասին, կան խմբեր, ովքեր որ փնտրում են լուծումներ, առաջարկում են լուծումներ, սակայն այդ լուծումները ավելի լոկալ են, տեղային են եւ այլն։ Կա խմբեր, որոնք որ անցնում են այլ ինչ որ սուբլիմացիաներ, այսինքն այլ կերպով են իրենց անհանգստությունը արտահայտում, կան խմբեր, որոնք որ մերժման մեջ են գտնվում, առանձնապես որևէ անհանգստություն չեն արտահայտում եւ այլ։ Այս ամենը կարելի է ընդհանուր բնութագրել նրանով, որ ով ինչ հոգեբանական պաշտպանական մեխանիզմ ունի, իր մոտ այդ պաշտպանական մեխանիզմները ակտիվանում են եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ նաեւ սկսում են խմբավորվել ըստ ակտիվացած պաշտպանական մեխանիզմի, եթե առաջ ավելի շատ ըստ խորքային համոզմունքների են խմբավորվում, հիմա ավելի շատ ըստ մեխանիզմների են խմբավորվում, որովհետեւ տենց ավելի բնազդային անվտանգ են իրենց զգում։ Շատ հետաքրքիր բան ասացիք հենց այդ պաշտպանական ռեակցիաների մասին, որովհետև փաստորեն ստացվում է, որ այսօր մեր հանրային ամբողջ դիսկուրսները դրանք ստացվում է, որ պաշտպանական ռեակցիաների պայքարներ են, եթե տենց հոգեբանի տեսակետից նայենք այդ ամբողջ ինչ որ տեսակետից իհարկե այո, ինչ որ տեսակետից միշտ բոլոր հանրային դիսկուրսներն են պաշտպանության վրա հիմնված։ Տեսեք, հանրային դիսկուրսը ինքը շատ դեպքերում հիմնվում է պատահականության վրա, այսինքն լինում է ինչ-որ մի դեպք, որը ինչ-որ վերապահումով պատահական կարող ենք անվանել, այդ դեպքի շուրջ սկսում են հնչել կարծիքներ, հետո այդ կարծիքները կարող է բուն դեպքից հեռանան, արդեն անցնեն ավելի գաղափարական դաշտ եւ այլն, արճակատումների բերեն եւ այլն, ունենանք դիսկուրս, որը հրավիրվել է պատահական պատճառով, այնպես որ այստեղ կարևորը ոչ թե պատճառն է, այլ մարդկանց վիճակն է։
Այսինքն մարդիկ իրոք գտնվում են սրված վիճակում, մենք գիտենք, որ եւ հասարակության բևեռացումն է ուժեղանում սրված վիճակում եւ մարդիկ դառնում են ավելի կատեգորիկ, մարդիկ դառնում են ավելի անհանդուրժող եւ այլն, եւ այս ամեն ինչի հիմքում ընկնում է վախը։ Այսինքն ինչքան վախը ուժեղ է, այդքան ավելի է այս ամեն ինչը ընդգծվում։ Ես մի արտահայտություն եմ սկսել վերջի ընթացքում լսել, որը նախկինում որպես լրագրող, հա, ես որպես կանոն չէի լսում, հատկապես off record։ Մարդիկ գալիս են, քննարկում են ինչ-որ թեմաներ, լինի դա քաղաքական թե սոցիալական, եւ դες ասեմ, այդ արտահայտությունը նաեւ դրսում եմ լսում ինչ-որ այլ թեմաներ քննարկելուց եւ ինքը հնչում է այսպես. բոլորը գժվել են։ Ինչ որ մեկի մասին խոսում ենք, ասում ենք, ասած բան արտահայտում, ասում հա դա էլ գժվեց։ Այսինքն ինչ որ ենթադրություն, որ հասարակության բոլոր խոսույթները, մարդկանց ասածները նորմայի սահմաններում չեն։ Սա ինչ է, որովհետև շատ տարբեր մարդկանցից եմ ես դա լսում։ Սա ինչի նշան է։ Դե տեսեք, ես կողմնակից չեմ գժվել բառը ստեղ օգտագործելու, բայց պատկերացնենք ինչ բանա նորման որոշակի սահմաններ են, չէ՞, եւ այդ սահմանների ներսում որտեղ որ դու գտնվում ես, ինչքան մոտիկ է քեզ ամեն ինչ գտնվում, այդքան քո համար նորմալ է թվում, ինչքան քեզնից հեռու է, այդքան ոչ նորմալ է թվում։ Հիմա երբ որ բևեռացումը մեծանում է, դու մյուս մարդուց հեռանում ես, իր պատկերացրած նորմալը քո պատկերացրած նորմալից ավելի է հեռանում, եւ այդ մեծ տարածությունից ինքը արդեն սկսում է ավելի ոչ նորմալ թվալ։ Այդ առումով եթե նայում ենք, այո, այն կարծիքները, որոնք որ հնչում են եւ մեր կարծիքին չեն համապատասխանում, մենք ավելի ենք համարում ոչ նորմալ հիմա, քան երբ որ ավելի անվտանգ ենք ապրում, որովհետեւ մենք հեռացել ենք դրանից, մենք ավելի կատեգորիկ ենք դառել այս մի ուղղությամբ, իրանք ավելի կատեգորիկ են դառել մյուսները այս մի ուղղությամբ։ Սա մի մասն է, այսինքն սա այն մասն է, որը մեր սուբյեկտիվ ընկալմանն է վերաբերվում, բայց կա նաեւ օբյեկտիվ ընկալում, որը ասում է հետեւյալը, որ ինչքան մարդը ավելի ուժեղ ստրեսային իրավիճակում է գտնվում, այդքան իր մտածողությունը պակաս չկունա եւ պակաս տրամաբանական է։ Դա մեր ուղեղի պաշտպանողական ֆունկցիան է, որովհետև տրամաբանական գիտակից նեղ պահին դրա վրա ժամանակ չի ծախսում։ Դրա համար ստացվում է, որ ինչքան մենք ստրեսի մեջ ենք, այդքան իրոք մենք դառնում ենք ավելի պակաս տրամաբանական եւ մենք դառնում ենք ավելի կողմնակալ։ Սա էլ մյուս պաշտպանությունն է, որ եթե մենք ունենք ինչ-որ պոտենցիալ վտանգի մասին վարկած, ապա մենք շատ ավելի մեծ ուշադրությամբ ենք նկատում այն փաստերը, որոնք կողմ են խոսում դրան եւ ավելի անտեսում ենք այն փաստերը, որոնք դրան դեմ են խոսում եւ գնալով այդ կատաստրոֆիզացիայի զգացողությունը աճում է, որ ամեն ինչ վատ է։ Հիմա եթե մենք խոսում ենք քաղաքական process-ների մասին, վատը այն է, որ դու երբեք իրականությունը չես իմանում։ Այսինքն, չգիտեմ, ասում են օրինակ կոնսերվատորիան էլ քանդում են շենքը, տանում են ուրիշտեղ, ուրեմն վերջ մեր քաղաքը քանդեցին, որ հանձնեն թուրքերին։ Հիմա դու երբեք չես կարող վստահել, որ դա այդպես չի, չէ՞, մինչև չհամոզվես այս կամ այն կողմ, չէ՞, մի կողմից եւ բոլորս ունենք որոշակի անհանգստություն, իրոք կկատարվեն process-ներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս կլինեն, չէ՞։ Մյուս կողմից ցանկացած նման գործողություն, որը կարելի է բացատրել ինչ-որ շատ ավելի պարզ պրիմիտիվ պատճառաբանումներով, պարտադիր չի, որ վկա ինչ-որ հեռու գնացող բաների մասին։ Հիմա այս իրավիճակում երբ որ մենք գտնվում ենք, մենք չենք կարողանում ճիշտ ու սխալ անենք, որովհետև ուղղակի ինֆորմացիան պակաս է։ Ոչ մեկ չունի այդքան ինֆորմացիա, որ հստակ ճիշտ ու սխալ անի, եւ այդտեղ արդեն ամեն մարդ ինքն է իր ոնց որ չափով սկսում է ճիշտ ու սխալը որոշել։ Մեկի համար այդ ճիշտ ու սխալը շատ զգայական է, եթե ես սենց եմ զգում, ուրեմն տենց է։ Մեկի համար կան շատ համոզիչ փաստարկներ, որոնք իր համար բացարձակ համոզիչ են, մյուսի համար կարող ընդհանրապես համոզիչ չլինեն։ Մեկը տիրապետում է ինչ որ գաղտնի ինֆորմացիաներին, դե մենք հայերս սիրում ենք էլի գաղտնի ինֆորմացիաներ։ Բոլորս ենք տիրապետում գաղտնի ինֆորմացիաներին։ Ու բոլորիս մոտ տարբեր է այդ գաղտնի ինֆորմացիան, չգիտես ինչու, թե նույնիսկ եթե նույն աղբյուրներից է ստացած, բայց փաստացի ստացվում է, որ տարբեր չափանիշներով մենք սկսում ենք ինչ-որ ճիշտ ու սխալներ անել եւ մեր իրականության ընկալումը կառուցել դրա շուրջ։ Եվ այդ բոլորի ընդհանուր հատկանիշն է, որ իրանք ավելի նեղ պատկերացումներ են, ավելի սուբյեկտիվ են, որովհետեւ մեզ հիմա ավելի հարմարավետ է գտնվել նեղ պատկերացումների շրջանակներում, ոչ թե մեր մտքի մեջ թույլ տալ բոլոր հնարավոր տարբերակները։ Դա հոգնածնում է, դա անորոշության աստիճանը բարձրացնում է եւ դա դժվար է մեր համար հիմա դրա համար մենք փորձում ենք բռնել ինչ-որ նեղ ուղղություն, այդ նեղը նույնիսկ եթե մենք վերցնենք մի քանի շատ խելացի մարդ, այդ նեղը կարող է իրենց համար շատ տարբեր լինի, շատ ռադիկալ տարբեր, դա գալիս է նրանից, որ այդ լայնին, որին որ իրանք հակված կլինեն այլ պարագայում, իրանք ուղեղը արդեն չի դիմանում։ Ես
մի տերմին կա հոգեբանական, որը շատ հաճախ կարելի է կարդալ սոցիալական հարթակներում, մարդկանց զրույցների ընթացքում կարելի է լսել տրավմա տերմինը, ինձ մոտ գոնե այնպես տպավորություն է, որ մենք առիթով եւ առանց առիթի իրեն սկսել ենք շատ օգտագործել։ Մենք տրավմայի մեջ ենք, մենք ստրեսի մեջ ենք, այս երկու տերմինները իրար խառնում են, մի փոքր կխնդրեի տարբերությունը ստրեսի եւ տրավմայի եւ ընդհանրապես ինչ է տրավման, որ պահի մենք կարող ենք ասել, որ մենք իրոք տրավմայի մեջ ենք։ Դե իհարկե շատ ենք օգտագործում այդ բառը, նախ սկսենք դրանից, որ տրավմա բառը անպայման պետք է դիտարկել կոնտեքստի մեջ, որտեղ տարբեր կոնտեքստերում տարբեր նշանակություն ունի, նույնիսկ հոգեբանական եւ հոգեբուժական լեքսիկոնների մեջ ինքը շատ տարբեր կոնտեքստեր կարող է ունենա։ Եթե մենք խոսում ենք ստրեսի մասին, ապա ստրեսը դա մեր օրգանիզմի ռեակցիան է կատարվող իրադարձություններին, եւ ստեղ ունենք նաեւ դիստրեսի գաղափար, որը ստրեսային մակարդակն է, որից հետո արդեն մեր հարմարողականության մեխանիզմները չեն բավարարում եւ սկսում է ինչ-որ բան խանգարվել օրգանիզմում։ Սա այդ ստրես-դիստրեսի տեսությունն է, որի վրա եւ ամբողջ մեր ժամանակակից առհասարակ մարդու մասին գիտությունն է հիմնվում։ Ինչ վերաբերում է տրավմային, ապա այս կոնտեքստում, երբ որ մենք ասում ենք տրավմա, մենք նկատի ենք ունենում վիճակ, որի ժամանակ մեր հոգեկան աշխարհը այնքան ուժեղ հարվածի է ենթարկվում, որ իր մեջ կատարվում են իրավիճակից դուրս զարգացող կայուն փոփոխություններ։ Այսինքն, երբ որ մենք արձագանքում ենք կոնկրետ իրավիճակին, թեկուզ եւ շատ տարօրինակ ձևով, սակայն իրավիճակը դադարելուց հետո մեր այդ արձագանքը նվազում է եւ անցնում է, եւ չի թողնում որևէ էական հետևանք, սա տրավմա չի։ Սա օրինակ կանոնել շոկային ռեակցիա։ Մարդը ռեակցիա։ հանդիպեց վայրի գազանի, այդ պահին ինքը ունեցավ որոշակի ռեակցիա, վախապրեց, փախավ, տեսավ, որ գազանը չկա, վախը անցավ։ Եթե անցնում է մի շաբաթ հետո, բայց դու այնենց վախ ես զգում, ասես գազանը մեջքիդ հետևն է, ուրեմն քո մոտ տրավմա է։ Այսինքն սովորաբար մենք ունենք այդ աստիճանական նվազեցման, մեր նորմալ ֆիզիոլոգիան աստիճանական նվազեցման շուրջ աշխատում, այսինքն մի անգամ այդ վայրի գազանից շատ ուժեղ վախեցանք, հետո մոտակա օրերին կարող է փոքր ձայնից մի քիչ վեր թռնենք, հետ նայենք, համոզվենք, որ չէ, չկա 1, 2, 3, 4 աստիճանաբար նվազում է մեր այդ գերզգայունությունը եւ անցնում է։ Այս դեպքում համարվում է, որ մենք այդ շոկային վիճակը առողջ ենք վերապրել։ Սակայն եթե ժամանակի ընթացքում այդ ռեակցիաները չեն նվազում, հակառակն երբ ինչ որ իրավիճակներում նաև աճում են, մենք գիտենք, որ շատ դեպքերում տրավման ունենում է թաքնված փուլ։ Եվ օրինակ հետ պատերազմյան հետ տրավմատիկ ստրեսային խանգարումը շատ հաճախ զարգանում է ոչ թե անմիջապես տրավմայից հետո, այլ ամիսների ընթացքում։ Այսինքն դա խոսում է նրա մասին, որ մեր օրգանիզմը դեռ ինչ որ սուր ինչ որ այդ խթանից հետո աստիճանաբար վերակառուցում է իր աշխատանքը եւ այդ վերակառուցումը գնում է այն ճանապարհով, որ ներքինացնում է մեր այդ տրավմատիկ փորձը, այսպես ասած ինկապսուլյացիա է անում, այսինքն տեղավորում է մեր մեջ որպես մի առանձին փորձ, որը մեր մյուս փորձերի նկատմամբ զգայուն չի, այսինքն նույնիսկ եթե այդ փորձը մեր մեջ մնացել է, նույնիսկ եթե մեր հետագա փորձառությունները հակառակի մասին են խոսում, ապա տրավմայի դեպքում իրանք հենց այդ բուն տրավմատիկ փորձի վրա չեն ազդում, չեն հետ համոզում իրան, եւ ինքը հատուկ բուժում է պահանջում, եւ այս դրանով է պայմանավորված, որ տարբեր տեսակի իրական հոգեբանական տրավմաներից հետո մարդիկ շարունակում են տարիներով գերզգայուն մնալ, չնայած նրան, որ կարող է իրանք լրիվ ապահով, լրիվ խաղաղ կյանքով ապրեն, այդ վտանգը վաղուց չլինի եւ այլն եւ այլն։ Ոստեղ արդեն կախված մարդու ադապտացիայի տեսակից ինքը տրավմային տարբեր ձևով է հարմարվում։ Այն ամենատարածվածը դա այն է, որ մեր բնազդային համակարգերը սկսում են գերզգայուն լինել եւ գերզգոն լինել տարբեր կրգերների նկատմամբ։ Այդ որ մենք այդքան ասում ենք հրավառություններ մի արեք, մի կրակեք, որտեվ հազարավոր մարդկանց մոտ այդ տրավմատիկ ֆլեշբեքեր են դրանից առաջանում, վատանում է վիճակը եւ այլն եւ այլն, սա հենց դրա մասին է, որ կա մի հատ մակարդակ, երբ որ մենք բնաստաբար ենք արձագանքում տրավմային եւ մենք չենք վերահսկում այդ արձագանքը որևէ կերպ։ Հետաքրքիր է, որ ոչ միայն այդ հրավառությունները, հիշում եք մի օր Facebook-ներ վթարեր տեղի ունեցել եւ Facebook-ներ անջատվել աշխարհի կեսի մոտ։ Ամենաշատ զանգերը, որ է ստացել եմ ծանոթներից, գոլեգաներից, ընկերներից, եղել է կարողա պատերազմը սկսվում։ Այսինքն կապը անջատվեց, ասոցիացիան մի անգամից գնաց պատերազմը, ոչ թե որ Facebook-ի հետ ինչ որ բան այն չի, որ ասենք օրինակ Telegram-ը աշխատում էր, բայց մի անգամից դա տվեց։ Այդ եմենցի պիրատները, այդ հութիները, որ լարը կտրել էին։
Դե հա, այսինքն մենք գերզգայուն ենք լինում եւ գերզգայունությունը կարող է արտահայտվել տարբեր մակարդակներով, խոսեցինք բնազդայինի մասին, սա արդեն գիտակցական արձագանքն է, չէ՞։ Այսինքն մենք սկսում ենք վատը տեսնել տարբեր ազդանշանների մեջ։ Հիմա բնության տեսակետից դա միանշանակ արդարացված է եւ մեր վարքի մեջ էլ այսօր դա միանշանակ արդարացված է, որտեղ մենք ակնկալում ենք որոշակի վտանգներ, մենք ուզում ենք պատրաստ լինենք այդ վտանգներին ու ճիշտ ենք անում ու լավ ենք անում, ինչքան շատ պատրաստ լինենք, այդքան լավ, չէ՞։ Բայց միևնույն ժամանակ դա մեր կյանքը սկսում է թունավորել։ Հիմա այդ կյանքը թունավորելը տարբեր մարդկանց մոտ տարբեր աստիճանի է, բայց ինքը մեր իրավիճակին համապատասխան է։ Եվ իրականում այստեղ գալիս է այն հարցը, որ մենք էվոլյուցիոն տեսակետից տագնապը բնական երևույթ է։ Մենք չպետք է տագնապ չապրենք, նորմալ է, որ մենք գտնվում ենք երկարատև տագնապի ու լարվածության մեջ։ Թողնում իր գեները հետագա սերունդներին։ Եվ իրավիճակը այնպես է դասավորվում, որ մենք այդ բարձր տագնապը ապրում ենք, սակայն մենք ունենք մեր մեջ հիշողություն, պլյուս այդ հիշողությանը ունենք, չգիտեմ, Instagram, Facebook եւ այլն, որոնք մեզ ցույց են տալիս հանգիստ բարեկեցիկ կյանք առանց տագնապների, ու մեր սեփական փորձը հանգիստ բարեկեցիկ կյանքի առանց տագնապների, եւ դրա ֆոնի վրա այս ուժեղ տագնապայնությունը սկսում է մեզ սխալ թվալ եւ ընդհանուր առմամբ այն կյանքի մակարդակի տեսակետից, որին մենք ձգտել ենք եւ փորձել ենք հասնել, իրոք է տագնապայնությունը ավելորդ է, մենք չպետք է որ այդքան անհանգստանանք, բայց դա իրավիճակի այսպես է։ Եվ այդ պատկերացումը, որ ինքը շատ է տարբերվում մեր ուզած նորմայից, դա էլ ավելի ստրեսային է։ Եվ սա բերում է արդեն մի վիճակի, որտեղ մենք ունենում ենք մասսայական ինչ-որ փոփոխություններ։ Հիմա կոլեկտիվ տրավմայի հասկացությունը այն սահմանումները, որոնք որ կան, իրենք բավականին բազմազան են, ես չեմ ուզում ինչ-որ մի հատ նեղանկյանտակ ներկայացնեմ, դրա համար ավելի ընդհանուր գոյություն ունի։ Տեսեք, կոլեկտիվ տրավման ոչ թե ինչ-որ մի հատ տրավմա է, որը բոլորի համար մի հատ է, այլ դա հասարակության արձագանքն է, այն բարդ իր բոլոր տարբեր մասերով, իր բոլոր տարբեր շերտերով, բարդ արձագանքն է, որը առաջանում է ի պատասխան ինչ-որ տես մեծ ինչ-որ արհավիրքի, օրինակ պատերազմի, հա, եւ ինքը չի հանդիսանում անհատական տրավմայի ավելի մեծացրած նույն տեսակը, ինքը ուրիշ բան է իրանից ներկայացնում։ Ինքը հասարակության այն բոլոր ադապտացիաներն է, որը մարդիկ դրսևորում են ի պատասխան ինչ-որ իրավիճակի փոփոխության, եւ որը որ դիսֆունկցիոնալ է, այսինքն տրավմայի մասին խոսելուց մենք պետք է անպայման հաշվի առնենք դիսֆունկցիոնալության հասկացությունը, որ խնդիրը այն դեպքում է, երբ որ ինչ-որ բան սկսում է չստացվել, ինչ-որ բան սկսում է խանգարել, ինչ-որ բան սկսում է վնասել, ինչ-որ բան սկսում է տանել սխալ ճանապարհով, շփոթության մեջ գտել, տառապանք պատճառել եւ այլն եւ այլն։ Եվ այդ դիսֆունկցիոնալությունը կոլեկտիվ տրավմայի դեպքում բերում է նրան, որ հասարակությունը սկսում է իր ոչ լավագույն ձևով գործել, թե ընդհանուր, թե իր առանձին մասերով։ Հետտրավմատիկ ստրեսային խանգարումից կուզեի մի թեթև խոսենք, հիմնականում այն համարվում է զինծառայողների խնդիր հիվանդություն, հա, որը պատերազմից հետո է ամենջապես լինում, բայց ես գիտեմ, որ նորանոր հետազոտությունները ավելի շատ խոսում են նրա մասին, որ ինքը շատ լայն տարածում ունի, անգամ վերջերս ընթերցում եմ, որ որոշ դեպքերում կանանց որոշակի տոկոս ծննդաբերությունից հետո է դա ունենում, այսինքն շատ տարբեր ոլորտներում, անգամ անսպասելի ոլորտներում մենք կարող ենք այդ տրավմատիկ ստրեսային խանգարումը գտնել, նախ ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես բացահայտել այն սեփական անձի կամ հարազատի մեջ եւ որ պահին պետք է արդեն դիմել մասնագետի։ Էլի բարդ հարց է, որը բազմակողմանի հայացք կարող ենք նետել այս հարցի վրա։ Իրոք տրավմայի մասին պատկերացումը եւ հետտրավմատիկ ստրեսային խանգարման մասին պատկերացումը շատ են վերանայել վերջի շրջանում եւ մենք հիմա այդ սուր տրավմայից առաջացած ՀՏՍԽ-ի կողքը ունենք նաև այսպես կոչված կոմպլեքս հետտրավմատիկ ստրեսային խանգարում, որը ավելի շատ դիտարկում է համալիր տարբեր գործոնների ազդեցությունը եւ աստիճանական տրավմայի ձևավորումը, եւ ստեղ օրինակ մենք ներառում ենք եւ ծննդաբերած կանանց զգալի մասին, ոչ թե սուր տրավմա, օրինակ սուր վախ ապրած, այլ նաեւ ուղղակի ծննդաբերության եւ երեխայի հետ առաջի ամիսների միջով անցած կանանց, այդտեղ ենք մենք ենթադրում ընտանեկան տարբեր տեսակի բռնության ենթարկված մարդկանց, որոնք մեծացել են եւ այլն եւ այլն։ Ինչն է այս ամեն ինչը միավորում։ Այս ամեն ինչը միավորում է այն, որ տրավման սահմանափակում է անձի հետագա զարգացումը տարբեր ձևերով, տարբեր ուղղություններով եւ այլն, հա, կախված տրավմայի տեսակից։
Այսինքն տրավման մարդուն գցում է այնպիսի ռեժիմի մեջ, որտեղ ինքը սկսում է իր ուժերը խնայել եւ որպեսզի չմոտենա այդ ցավացնող իրավիճակներին, սկսում է զարգանալ տարբեր տեսակի, տարբեր իրավիճակներում խուսափողական վարք։ Օրինակ, մեզ շատ լավ ծանոթ իրավիճակ է, որի մասին ցավոք բոլորս լսել ենք, որ այդ պատերազմի մասնակից զինվորները բացի իրանց ընկերներից ոչ մեկի այդ ապրումներով չեն կիսվում, շատ հաճախ իրանք փակվում են այդ իրանց նեղ շրջանակում, շատ հաճախ տարբեր տեսակի նյութեր են օգտագործում, չարաշահում, որպեսզի այդ ապրումներին չմոտ, այսինքն իրանց վարքը սկսում է կառուցվել ոչ թե իրական նպատակների շուրջ, այլ ցավոտ ապրումներից խուսափելու շուրջ։ Եվ իրանց ամբողջ վարքը արդեն սկսում է շրջանցող դառնալ, խուսափող, ոչ թե առաջ գնացող եւ ինչ որ դժվարություններ հաղթահարող։ Եվ երբ որ դա բացահայտ է, մենք իհարկե դա տեսնում ենք եւ դա գլխավոր ցուցանիշներից մեկն է, բայց հաճախ լինում է, որ այդ մարդիկ ունենում են միակողմանի ադապտացիաներ, այսինքն ինչ որ մի ուղղությամբ լավ ադապտացվում են, օրինակ լավ աշխատում են, արդյունավետ են լինում իրենց աշխատանքի մեջ եւ հիպերկոմպենսացիաներ է լինում ինչ որ մի ուղղության վրա, դրա համար մենք չենք նկատում, որ այն ինչ որ մյուս ուղղությունները իր մոտ սառած քարացած վիճակում է եւ չի առաջ գնում։ Այս դեպքում մի քիչ ավելի դժվար է, բայց իհարկե թե ինքդ քո մոտ թե մտերիմի մոտ տրավման մենք կարող ենք կասկածել, բայց ոչ ախտորոշել։ Այսինքն ցանկացած կենսակերպի էական փոփոխություն արդեն խոսում է խնդրի մասին։ Պլյուս մենք իհարկե պետք է նկատի ունենանք, որ տրավման անմիջապես ուղեկցվում է մեր մնացած մեզ լավ ծանոթ հոգեբուժական վիճակներով, այսինքն դեպրեսիայով, բավականին մեծ ծավալուն տագնապային տարբեր բնույթի ախտանշաններով, նյութերի չարաշահումով եւ այլն, այսինքն եթե մենք ունենք տրավմատիկ իրադարձություն, որի մասին գիտենք, եւ եթե մենք ունենք միգուցե ոչ դասական այդ տրավմատիկ ստրեսային խանգարում իր այդ ֆլեշբեքերով, շատ ուժեղ ջուր տրիգերներով եւ այլն, ունենք օրինակ ուղղակի կայուն դեպրեսիա առանց այլ բաների, ելի շատ մեծ է հավանականությունը, որ դեպրեսիան այդ տրավմայի հետ կապ ունի, նույնիսկ եթե մենք ուղղակիորեն այդ կապը չենք տեսնում, որտեղ բոլորը չեն, որ սուր տրավմային արձագանքում են այդ տրավմատիկ ստրեսային խանգարումով։ Շատ մարդկանց մոտ ինքը չի զարգանում, սակայն միևնույն է այդ տրավման իր ինչ որ հետևանքները թողում է այլ բաների տեսքով։ Արդյունքում եթե մենք գիտենք, որ մարդը ունեցել է տրավմա, եթե մենք տեսնում ենք այդ մարդու մոտ որևէ խնդիր ցանկացած, մենք անպայման պետք է ամեն ինչ անենք մասնակետին դիմելու համար։ Եվ այստեղ շատ կարևոր կետ է նկատի ունենալ, որ այս մարդիկ չեն ուզում դիմել մասնագետի, որպես կանոն, իրանք չունեն հավատ, որ դա ինչ որ բան կփոխի, իրանք չունեն այն ապագայի մասին պատկերացումը, որ կարող է ուրիշ ձև լինի իրենց կյանքը։ Երբեմն հանդես չկա ցանկություն։ Հա, կամ ուղղակի սկզբունքորեն դեմ են, որ ուրիշ մարդու հետ կիսվեն, կամ սկզբունքորեն դեմ են, որ հոգեբանությունը, հոգեբուժությունը առհասարակի վիճակի ինչ որ խնդիր լուծել, պատճառները շատ են։ Բայց այստեղ ամենակարևորը դա այն է, որ մենք այդ մարդու հետ խոսանք իրանց ապրումների տեսակետից, այսինքն ոչ թե ընդգծենք, որ ինքը սխալ է, այլ ցույց տանք, որ տեսնում ենք, որ իրան վատ է, որտեղ այս մարդուն վատ է։ Նույնիսկ եթե ինքը հարմարվել է ու արտաքին շերտով իր մոտ ամեն ինչ լավ է, ինքը հո գիտի, որ ներսում այդքան էլ լավ չի ինքը։ Ու եթե մենք կարողանում ենք այդ մակարդակի վրա իր այդ երկխոսությունը սկսել, որ ես գիտեմ, որ քեզ լավ չի ու ես քո կողքին եմ, ես քո կողմից եմ, սա շանսերը մեծացնում է, որ ի վերջո մարդը կդիմի մասնագետի։ Եթե մենք սկսում ենք իրան մատնացույց անել, թե ինչն է սխալ իր վարքի մեջ, դա հակառակը սխալ շանսերը նվազեցնում է։ Դու ինքը շատ լավ գիտի ինչն է սխալ, ինքը մեզնից լավ է դա տեսնում ու ոչ մեկ չի սիրում, երբ որ իրան մատնացույց են անում իր սխալները։ Դա ավելի շատ հակառակվելու է բերում, քան թե համագործակցելու։ Դրա համար այս երկխոսությունը կարևոր է ու տրավմայի դեպքում մենք չունենք խնդիր ախտորոշում դնելու, որ ասենք այս ախտանշաններն է, չգիտեմ, առաջի կարգի, երկրորդ կարգի եւ այլն, մենք դրա համար ենթադրում ենք, այլ մենք ուղղակի որպես մարդ, որպես քաղաքացի, որպես մտերիմ, պետք է այստեղ օգտվենք մարդկային կատեգորիաներից։ Ես տեսնում եմ, որ այս մարդուն ցավում է, ես տեսնում եմ, որ այս մարդը տանջվում է, ուրեմն ես ուզում եմ իրան օգնեմ, իսկ ես քանի որ մասնագետ չեմ, արի ես ճանապարհ գտնեմ, որպեսզի ինքը հայտնվի մասնագետի մոտ։ Այդ է հիմնական անելիքը։ Դա ճանապարհը կարող շատ երկար լինի, այսինքն դրա համար պետք կլինի ամիսներով այդ մարդու հետ հարաբերություններ կառուցել, վստահություն ստանալ եւ այլն, այդ էլ է նորմալ։ Բնականաբար տրավմայով մարդը հեշտ չի վստահում մյուսներին։ Երկրորդական տրավմայի մասին հատկապես, չգիտեմ, երևի թե լրագրողական հանրության մեջ դա շատ ընդունված թեմա է քննարկման համար, որովհետև լրագրողները կամա թե ակամա ականատես են լինում տարբեր վիդեոների, հոլովակների, գործի բերմամբ, որտեղ ոչ այնքան
այսպես ասենք, հաճելի իրավիճակներ, իրադարձություններ են նրանք տեսնում, հասկանալի է, որ նման հոլովակները հաճախ պատերազմի ժամանակ հատուկ են հենց արվում, որպեսզի վնասեն մարդկանց հոգեկանը, բայց այդուհանդերձ շատերի հետ խոսելիս, ոչ միայն լրագրող շատերի հետ խոսելիս, ունեմ գոնե ես այն տպավորությունը, որ մարդը դիտում է ինչ-որ հոլովակ ու հետո իր մոտ անդադ ֆլեշբեքի նման է տեսահոլովակը գալիս է ինքը առավոտյան, չգիտեմ, ավտոբուսով գնում է գործի ու մեկ էլ ասում է ես մեկ էլ հիշեցի։ Սա երկրորդական տրավմակոչվածն է, սա ինչ է եւ ինչպես սրա հետ աշխատել։ Ու դեպքերի ճնշող մեծամասնությունում սա տրավմա չի հանդիսանում, սա հանդիսանում է ուղղակի ինչ-որ տհաճ ապրում, տպավորվածություն եւ եթե ինչ-որ բանից դու տհաճորեն տպավորվել ես, բնական է ինչ-որ ժամանակ բարբերաբար դրա մասին հիշելը, մտքին գալը դա եւ այլն։ Չէ, բացարձակ այդքան ոչ, այսինքն սա իր ազդեցության ուժով ճնշող մեծամասնություն դեպքերի կտրականապես տարբերվում է իսկական տրավմայից, սա այն նեգատիվն է, որը ավելի լավ չլինի, բայց ինքը տրավմա չի։ Բայց այդուհանդերձ կա։ Հա, տրավմա կարող է հանդիսանալ հիմնականում, եթե ինքը ինչ որ ձև արձագանքում է մեր այլ տրավմատիկ փորձի հետ։ Հա, նու մի քիչ բան օրինակ բերեմ, ուրիշ իրավիճակում երեխա կորցրած ծնողը, երբ որ տեսնում է զոհող զինվորի, իր դեպքում կարող է իր տրավման թարմանա, բայց եթե չկա նման ասոցիատիվ էֆեկտով գումարվի նրան ավելի սրվի, բայց եթե չկա տրավմա ի սկզբանե, ապա նման նեգատիվից մենք տրավմա չենք ապրում, մեր պսիխիկան սովոր է դրան։ Այսինքն ինչի է լինում օրինակ շատ հաճախ օրինակ փողոցում երեխաները իրար ծեծերուց չեն ստանում ոչ մի հոգեբանական էական տրավմա, չէ, բայց օրինակ տանը անկյուն կանգնացրելուց ինքը կարող է տրավմա ստանա։ Ասենք մամայի ջղայնանալուց ինքը մի հատ սխալ պահին ջղայնանալուց կարող է տրավմա ստանա, դպրոցում երկարատև ամբողջ օրը ինչ որ իրան վիրավորելուց, բանից ու ջարդից հետո չստանա, որովհետև տրավմայի հիմնական բանը դա անպաշտպանությունն է, այսինքն դա անզորության զգացումն է, անօգնականության, երբ որ մենք այնպիսի գերակա ուժի ենք հանդիպում, որի դեմ մենք անզոր ենք, դա ունենում է ավելի պարալիզացնող էֆեկտ։ Դա էլ մեզ շատ լավ հայտնի չէ, fight flight freeze-ի, այդ freeze-ի մասն է, իսկ սառելու քարանալու մասն է, որովհետև մենք չենք կարող փախնել եւ մենք չենք կարող պայքարել, հա, եւ տրավման այ հենց այդ վիճակն է, որ մենք սառում ենք, քարանում ենք, որովհետև մենք շատ գերակա ուժի հետ ենք հանդիպել եւ այդ առումով վնասը, որը կարող է հասցնի ծնողը երեխային, շատ ավելի մեծ է, քան վնասը, որը կարող է հասցնի իր հասակակիցը, որովհետև հասակակիցը այդքան իրանից ուժեղ չի լինում համարյա թե միշտ։ Ինչա մենք գիտենք, որ կանայքն են շատ հաճախ տղամարդկանց նկատմամբ ագրեսիվ գտնվում, նեղացնում եւ այլն, բայց ի վերջո չգիտես ինչի տրավմատիկ էֆեկտը կանանց մոտ է լինում։ Դե չգիտես ինչի չի, ինքը հենց դրա համար է լինում, որ այդքան մեծ ուժերի տարբերություն կա, որ եթե կա ֆիզիկական բռնություն տղամարդու կողմից, ուժերի տարբերությունը այնքան մեծ է, որ կինը հիմնականում մեծ մասում իրան անզոր ազգում։ Եվ ոչ միայն ֆիզիկական, նաեւ շատ սոցիալական լծակների կողմից եւ այլն, տղամարդու ուժը լինում է շատ ավելի մեծ, դրա համար տրավմատիկ էֆեկտը կնոջ վրա լինում է շատ ավելի ուժեղ։ Այդ կինը ինչքան էլ հավասար այդ տղամարդու հետ կռիվանի, այդ իր արած կռիվը այդ տղամարդուն այդքան չի վնասելու, որտեվ ուժերի այդ տարբերությունը յոքուտ տղամարդու է։ Հա, դրա համար այդ անզորության զգացումն էլ առանցքային բաներից մեկն է։ Հիմա, երբ որ մենք բախվում ենք այդ ինֆորմացիաներին, տարբեր տհաճ, մենք չենք ունենում անզորության զգացում, մենք ունենում ենք մի քիչ ավելի վերացական ինչ որ բանի վերապրելու փորձը վերապրելու ինչ որ վիճակ, որ ինքը այդպես լուրջ վնաս չի տալիս։ Հա, տհաճ է իհարկե։ Մենք այդքան այսպես ասենք խոցելի չենք, ինչքան մեզ թվում է, հա։ Իդեպ հետաքրքիր է այդ մեր խոցելիության մասին, հա, մենք այսօր ունենք, չէ, ինչ որ պատկերացումներ, որ մարդու հոգեկանը այնքան նուրբ է, այնքան հեշտ է խոցվում, ինչ որտեղ երևի թե հոգեբանական խորհուրդների այդ հոսքի արդյունքն էլ է, հա, դրան բերում։ Մի քիչ չափազանցված չի, ոչ միայն մեր ընդհանրապես արևմտյան հասարակության մեջ այդ մեր մասին մեր պատկերացումները։ Դե տեսեք, տարբեր մշակույթներ տարբեր կերպ են դրան նայում, հա, այն ինչ որ մենք ունենք օրինակ այդ Արևելյան Ազիայում եւ այն ինչ որ ունենք Եվրոպայում, շատ հարցերում շատ տարբերվում են իրարից, ասենց զուտ մարդականակով եթե նայենք, ասացիք ավելի շատ են գոնե, հա, ու միգուցե եւ իրանք ավելի ճիշտ են ինչ որ առումներով, մենք մի քիչ եվրոպական մշակույթի դիրքերից ենք ավելի շատ խոսում, բայց այդտեղ կա հետեւյալը, իրականությունը բազմազանության մեջ է,
Այսինքն մենք եւ շատ ուժեղ ենք եւ շատ խոցելի ենք, մենք եւ շատ դիմացկուն ենք։ Մենք չգիտենք առանձին անհատի դեպքում որն է այն կետը, որից հետո իրենք կվնասեն։ Կետը sense տենենց տարբեր է, բազմազան է ու շատ իրավիճակներում պայմանական է։ Դրա համար լավագույն պաշտպանությունը ցանկացած տրավմայից դա պաշտպանողական մեխանիզմների բազմազանությունն է։ Ինչքան ավելի բազմազան են քո մեխանիզմները, այդքան ավելի քիչ է հավանականությունը, որ դու այդ մի հատի վրա կկարճես ու ինքը կդառնա բերի ինչ-որ հիվանդագին երևույթների։ Դրա համար ամենամեծ կարևորությունը այս իրավիճակներում ձեռքաբերում ճկունությունը, ոչ թե ամրությունը, տոկունությունը, հենց ճկունությունը, որը գալիս է երկու հիմնական գործոններից, որը մեր մոտ կատաստրոֆիկ իրավիճակում է։ Առաջինը դա կրթությունն է, ինչքան դու ավելի կիրթ ես, ինչքան շատ գիտելիքներ ունես, ինչքան ավելի լայն պատկերացումներ ունես աշխարհի մասին, այդքան դու ավելի ճկուն ես, որովհետև քո գլխի մեջ այդ մեծ բազմազանությունը արդեն գոյություն ունի եւ քո համար շատ ավելի նորմալ է իր ցանկացած կետում հայտնվելը, քան եթե քո պատկերացումը այսքան է, հա։ Այդ մի բանն է, որը մենք գիտենք, որ մեր շատ թույլ կողմն է, մենք ցավոք նույնիսկ այն բնակչության համեմատաբար լավ սովորող մասը ընդհանուր կրթվածության տեսակետից դեռ այդքան լավ վիճակում չի։ Եվ մյուս բանը, որը էլի մեզ շատ խոցելի է դարձնում եւ որը մենք էլի վատ վիճակում ենք, դա էմոցիոնալ անազատությունն է։ Այսինքն մեր բնակչության մեծագույն մասը էմոցիոնալ ազատ չեն, իրանք մեծանում են տարբեր տեսակի ընտանեկան, հանրային եւ այլն խիստ արգելքների պայմաններում, որը որ բերում է նրան, որ այդ մարդը ինքը ունի իր մեջ իր սեփական էմոցիոնալ բազմազանությանը ընդունող դիրքորոշում, այսինքն ինքը այդ բազմազանությունը բոլորս ունենք, բայց մարդկանց մեծ մասը ինքը իր այդ բազմազանության հետ հաշտ չի։ Ինչ որ մեկը հաշտ չի նրա հետ, որ ինքը կարող է ջղայնանալ, գոռալ, ինչ որ մեկը հաշտ չի նրա հետ, որ ինքը կարող է լացել, ինչ որ մեկը հաշտ չի, որ ինքը ստիպված է ինքը, չգիտեմ, ատամները սխմել դիմանալ, ինչ որ մեկը հաշտ չի հակառակը նրա հետ, որ ինքը չի կարողանում իրան կառավարի եւ այլն։ Եվ այդ անհաշտությունը բերում է նրան, որ մեզ շատ ծանր է տրվում շատ բաներ։ Այսինքն այդ էմոցիոնալ ողջ դիապազոնը, որ մարդու մոտ թույլ է տրված լինի եւ իրան օքեյ է լինի, էսել շատ քիչ է մեզ մոտ հանդիպում։ Ու ստացվում է, որ միանգամից այդ երկու հիմնարար բաները մեր մոտ մեծ ռիսկեր են առաջացնում, որտեղ երկուսն էլ մեր հասարակության մեջ լավ վիճակում չեն։ Պլյուս սրան գումարվում է նաև այն, որ մենք ինքներս մեր մասին հոգ տանել չգիտենք, այսինքն մեր մշակույթի մեջ ընդունված չի, որ մարդը նորմալ ինքը իր մասին հոգ տանի։ Հա, երիտասարդ մարդը եթե գնում է բժշկի, ինքը ավելի շատ կամ չգիտեմ, սննդակարգին հետևում է, չգիտեմ, իր առողջությանը հետևում է, ռեժիմին հետևում է, ալկոհոլից հրաժարվում է, չգիտեմ, եւ այլն, ինքը ավելի շատ հեգրանքի է առաջանում, քան թե գովասանքի։ Հա, ու դա էլ է շատ դանդաղ փոխվում ավելի փոքր սերունդների մոտ։ Սա համայնքային մտածողության արդյունքն է, որ ավելի շատ կարևոր է քո դերը, քո օգուտը համայնքին, քան քո անձը։ Հա, ու դա պետք է եղել, մենք դա պատահական չի, որ մեզ մոտ կա, որտեղ դա դարեր շարունակ մեզ օգնել է, որ մենք հասնենք այսօր։ Բայց հիմա երբ որ մենք գալիս ենք ժամանակակից կյանք, եթե լինի պատերազմ, այդ ամեն ինչը պետք է գալու, բայց ցավը այն է, որ ցենց ստացվում որ մենք ապրում ենք պատերազմից պատերազմ, արանքում ոչ թե զարգանում ենք, այլ սպասում ենք հաջորդ պատերազմին։ Այսինքն կան ինչի օրինակը բերեմ, օրինակ սնկերի օրինակը բերեմ, հա, որ հենց բարենպաստ պայմաններ ա լինում, իրանք սկսում են արագ աճել, չէ, որտեվ հետո էլի ասենք անձրև չի լինելու, իրանք չորանալու են, խոսքը գնում է սնկի վերևի հողի վրայի մասին, եթե սունկը չհասցնի այդ անձրևի ժամանակ արագ աճի եւ բազմանա, կարող է անձրև չլինի։ Հիմա մենք հենց այդ անձրևը գալիս է, այսինքն հենց մենք լինում ենք ինչ-որ խաղաղ դարաշրջանում, մենք պետքա շատ արագ զարգանանք, որտեղ մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Այդ արագ զարգացումը մեր մոտ կասեցված է, որտեղ մենք բոլորս գտնվում ենք, նո էլի մի քիչ պայմանական է կոլեկտիվ տրավմայի հասկացությունը, բայց դրա մեջ այսինքն մենք պասիվ սպասողական վիճակում ենք ավելի շատ, քան ակտիվ զարգացող վիճակում։ Այդ ակտիվ զարգացող վիճակում լինելը շատ դժվար է, մեծ ջանք, մեծ պատրաստվածություն է պահանջում ու ինչ որ ցավոք քիչ առանձին ինչ որ փոքր դրվագներ ենք ունենում զարգացման եւ դրա համար շատ կարեւոր է դառնում ստեղ այդ առաջնորդության դերը, որ կարողան գտնվեն մարդիկ, ովքեր առաջնորդություն կանեն զարգացման մակարդակի վրա, որովհետեւ այդ շանս է տալիս մեզ չգոյատևել պատերազմից պատերազմ, այլ զարգանալ պատերազմից պատերազմ, որովհետեւ հաջորդ պատերազմին իրոք պետք է
Պետ ինքը պաշտպանում է։ Ձեզ հարցնում եմ որպես մարդ, ով այնքան էլ չի հավատում առաջնորդի դերին, որովհետև ես ավելի շատ կողմում եմ ինստիտուտների զարգացմանը, բայց ինստիտուտները զարգանում առաջնորդով, որ առաջնորդ լինի, որ զարգտա այս ամեն ինչի, հա։ Եթե մենք նայում ենք ամենափոքր լոկալ մակարդակների վրա, հա, ցանկացած ինստիտուտ, հիվանդանոց, ես բժշկեմ, բժշկական օրինակ բերեմ։ Հիվանդանոցը եթե չունենա առաջնորդ, ինքը լավ չի աշխատի։ Վերջ։ Այսօր մենք ունենք շատ հիվանդանոցներ, ովքեր լավ կայացած են առաջնորդի շնորհիվ, եւ ունենք լիք հիվանդանոցներ, ովքեր կայացած չեն դե ֆակտո, կարող է կողքից շատ սիրուն տեսք ունեն, որովհետեւ չունեն լավ առաջնորդ։ Ու այդ լավ առաջնորդը կարա շատ վատ մարդ լինի, հիմա հակապետական բաներ եմ ասում, կարա կաշառակել լինի, կարող շատ զզվելի մարդ լինի, բայց ինքը իրական չի, էլի։ Հա, ինքը իրականում կարա իրոք զարգացնի եւ ստանա լավ հիվանդանոց եւ հակառակը շատ լավ մարդ լինի, որ դա չկարողանա անի։ Այդ իրականությունն է։ Հիմա եթե մենք փորձում ենք այդ իրականությունը մերժենք եւ ինչ որ ֆորմալ ձևով ինստիտուցիաներ զարգացնենք առանց անհատի դերը հաշվի առնելու, մենք դեռ այդքան զարգացած մենք չունենք պրոֆեսիոնալների այնպիսի զանգված, որ այդ առաջատարի բացը կփակի։ Առաջատարի բացը փակվում է, եթե դու ունես 10 լավ բժիշկ, այդ 10 լավ բժշկին հավաքել ես, իրան լավ գլխավոր բժիշկ տնես, թե վատ գլխավոր բժիշկ տնես, իրանք մեկը իրաց գործը լավ կանեն։ Այդ վիճակը մենք չունենք։ Մենք ունենք մի լավ բժիշկ, իր կողքը 10 վատ բժիշկ կներեք, այդ է իրականությունը, ու այդ 10 վատ բժիշկին դու պետք է զորով առաջ բրթես, որ իրանք դառնան մի քիչ ավելի լավ։ Ու դա բոլոր ոլորտներում է, դա ոչ մեկի մեղավորությունը չի, ուղղակի մենք այդ պատմական փուլում ենք գտնվում, այդ զարգացման փուլում ենք գտնվում։ Դրա համար առաջնորդությունը հիմա մեզ համար շատ կարևոր է, ու առաջնորդությունը ոչ միայն պաշտպանության շուրջ, այլ զարգացման շուրջ։ Այ եթե սպորտի օրինակը բերենք, մի թիմ, որը միշտ պաշտպանվում է, ինքը շանս ունի չպարտվելու, բայց ինքը համարյա շանս չունի հաղթելու։ Հա, դրա համար եթե մենք ուզում ենք հաղթենք, այսինքն առաջ գնանք, մենք պետք է ունենանք նաև այդ առաջ գնացող մասը։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց այդուհանդերձ չեմ կարող չհարցնել, ասում եմ խոհափիլիսոփայական հարց հոգեբանին, հոգեբուժին։ Ժամանակին մի քաղաքագետ ինձ հետ զրուցել ես նկարագրում էր վրաց ժողովուրդը իր տպավորությամբ, ասում էր իրանք նման են իրոք այդ գինու խաղողի, բաց են ամբողջ աշխարհին, սիրում են ով էլ գար իրենց մոտ, իրենք մեկը իրենց երգերով ուրախ զվարթ, ասում է իսկ մեր սիմվոլը շատ ճիշտ է ընտրված նուրը, որովհետև մենք այդ կոնսերվացված, հա, իրար կպնել, փակել մի կողմից, այսինքն իրար կպած աշխարհի հանդեպ ինչ որ փակ հասարակություն ենք, բայց դրա հետ մեկտեղ մենք նաև տակից ամեն ինչ էլ անող հասարակություն ենք, կոպիտ ասած, այդ փակը ինքը առաջին սլոյն է, հա, այսինքն առաջին շերտն է այդ տպավորությամբ, եւ շատ հաճախ մեր ներկայացրած ձևի եւ բովանդ, այսինքն այդ նուրը որ կծես, համը նռի չի լինելու։ Ձևի եւ բովանդակության տարբերություն է տալիս։ Սա ինչ է մեր հասարակության մեջ։ Ես անկեղծ ասած այդքան հակված չեմ տենց մեծ սկզբունքային տարբերություններ դնել տարբեր ժողովուրդների միջև, մարդիկ շատ ավելի նման են իրար, հա, մի քիչ սիմվոլիստիկ է, նույն չգիտեմ ինչ ասեմ, մենք լավն ենք, վատը չենք, բայց մենք շատ մեծամիտ ենք, որը մեզ խանգարում է։ Իսկ ինչի՞ց է դա գալիս։ Էլի ամեն ինչը պաշտպանություն է։ Պաշտպանական նախ այդ մի քիչ փակ լինելը մեր ընտանեկան մոդելը, մեր հասարակության մոդելը եւ այլն, ինքը զարգացնում է անհատականություններ շատ իրավիճակներում եւ այդ անհատականությունները շատ հաճախ լինում են իզոլացված հասարակությունից։ Չգիտեմ, մենք ունենք տարբեր մեր մեծեր, որոնք որ այդքան էլ շրջապատի կողմից ընդունված չեն եղել եւ այլն, մենք գիտենք պատմություն, օրինակ շատ մեծերի մասին կողքինները բոլորը ասում են շատ մխտար մարդեր, օրինակ, այս ինչը չէ։ Նույնիսկ եթե տենց է մարդը ինքը իրանով շատ մխտար չի լինում, հա, ինքը տենց է լինում մյուս մարդկանց համեմատ, մյուս մարդկանց հետ համագործակցության փոխազդեցության մեջ, հա, իսկ սա մենակ իր մեղավորությունը չի, որտեվ այդ անհատականություն զարգացնող հենց հասարակությունը նույնը հենց այդ հասարակությունն է, հետո այդ անհատականություններին նախանձում է, խոչընդոտում է, խանգարում է եւ այլն, հետո էլ զարմանում է, բա ես իրան ուզեցա վատություն անեմ, ինքն ինձ վատություն արեց, ուրեմն ինքը վատն է։ Հա, սենց շատ բաներ ունենք, այս մի հատ անվերջ թեմա է, բայց ընդհանուր առմամբ մեկ վրացիների դեպքում իրանց մեծագույն առավելությունը դա եղել է իրանց բազմամշակութային նախ
բազմազգի երկիր են, ճիշտ է, վերջի համյակներին ավելի միապաղաղ ոնց որ ազգ են դառել, բայց նրանք բազմազգ են, բազմալեզու են, ծով են ունեցել, հույները երբ ուզե գնացել եկել են, տարբեր ազգերը երբ ուզե գնացել եկել են, այսինքն շատ ավելի հարուստ մշակույթ են։ Հետո մոտակայքում եղել են մեծ եւ խոշոր ուղափառ երկրներ։ Դա էլ է, չէ՞, պլյուս, երբ որ դու միայնակ կղզիացված հոգևոր երկար ժամանակ կրոնը ի վերջո շատ լուրջ դեր է, չէ՞, խաղացել ինքնության մեջ, եւ երբ որ դու կղզիացրած ես, դա էլ իր հերթը, այսինքն մենք շատ նույնիսկ լանդշաֆտի տեսակետից էլ մենք չենք եղել այն դիրքում, որտեղ շատ բազմազանություն է, էլի մենք գալիս ենք բազմազանության մասին խոսակցությանը, որ ինչքան բազմազանությունը մեծ է, այդքան քո անհատական ճկունությունն էլ է։ Մեզ դա վախեցնում է, աստես։ Կարելի է չվախենալ ինչ տեսակետից, որ հիմա աշխարհի բազմազանությունը շատ ավելի վիրտուալ տիրույթում է, քան իրական, եւ այդ վիրտուալ տիրույթը մեզ հավասար հասանել է ոնց որ մյուսներին, այդ տեսակետից մենք այդքան վատ վիճակում չենք, բայց դե մյուս կողմից էլ իհարկե ինչ որ բաներով հետ ենք, պետք է ավելի արագ առաջ գնանք, դրա համար հիմա իմ տեսակետից շատ կարևորը շատ առանցքային է, որ ինչքան կարելի է շատ մարդ իր վրա այդ առաջ գնալու դերը վերցնի, անկախ նրանից մեզ վաղը ինչ է սպասում։ Շատ լավ, եւ վերջին հարցը, ինչ անի այն հայ մարդը, ով չեմ ասի, որ ինչ որ լուրջ տրավմաների կամ ինչ որ տենց զգայական խնդիրներ ունի, հոգեբանական խնդիրներ ունի, բայց անընդհատ այդ վախերի հոսքերի մեջ ինչ որ մեկ ուզում է ինչ որ բան պլանավորել, բայց ասում է բա որ պատերազմ լինի, այս լարված վիճակում է գտնվում ու կոպիտ ասած ասում է հայերեն ասած չգիտի գլուխը որ պատովը տա, հա, ինչ անի նման մարդը ինքնաօգնության համար։ Ինքնաօգնության համար ոչ ման պետք չի անել, պետքա դիմել մասնագետի, հա, ինչ պետք է անի մարդ ու մատամա ցավում է, ինչ պետք է անի մարդ ու մեքենան փչացել է, ինչ պետք է անի մարդ, որ չգիտեմ, տանը հրդեհ է, դիմում է մասնագետի, նույնը անում ենք այստեղ ինքնօգնության համար մեզ պետք է այնքան շերտեր անցնել ավելի կրթվելու, գրագիտանալու եւ այլն, դա տարիների կամ տասնամյակների աշխատանք է ինքնօգնության մակարդակի հասնելը։ Այս վերջի շրջանում, որ Ռուսաստանից, Ուկրաինայից շատ մարդիկ եկան Հայաստան ու սկսեցին դիմել մեզ, այնքան դրամատիկ երևաց այդ տարբերությունը, որ ռուսաստանցի մարդը գալիս է հոգեբանի, հոգեթերապևտի կամ հոգեբուժի մոտ, ինքը գործի կեսը արդեն արած է, ինքը գիտի այդ ամեն ինչը, մեզ մոտ համարը ոչ մեկ դա չգիտի, դրա համար մենք չենք կարող խոսալ ինքնօգնության մասին մարդու հետ, ով որ այդ ամեն ինչը այսինքն մեր մոտ հոգեբանական գրագիտությունը շատ ցածր է, շատ ավելի ցածր է, վերջի տարիներին է սկսել մի քիչ բարձրանալ, ավելի դե համեմատած Ռուսաստանից մեծ քաղաքներից էին գալիս, այդ կենտրոններից էին գալիս։ Կոպիտ ասած Ռուսաստանում այդ process-ը սկսել է 20 տարի առաջ, մեր մոտ սկսել է 5 տարի կամ 7 տարի առաջ ու մի քիչ ավելի քիչ զանգվածային է, մերոնք էլ մի քիչ ավելի շատ սեփական խելք ունեն, այդքան չեն սիրում դիմացինին լսել, դրա համար մի քիչ հետ են ընկած։ Մենք անպայման կգանք դրան, որտեղ ջանքեր, ես գիտեմ, որ արվում են շատ, բայց մի քիչ ժամանակ է պետք։ Դրա համար հիմա մենք մեր ռեալ հայ մարդը 99% ինքը այն վիճակում չի, որ ինքը որակյալ ինքնօգնություն կարա ինքը իրան ցույց տա։ Ցավոք էս է իրականությունը, դա պրոստը պետք է ստապ հասկանալ, գիտակցել, մարդը որ ավտո սարքել չգիտի, իր փչացած ավտոն չի սարքում։ Տանում է վարպետի մոտ։ Շատ լավ, շատ շնորհակալություն եւ ձեր թույլտվությամբ այս նոտայի վրա, այսպես ասենք, ավարտենք, դիմեք մասնագետների, մի զբաղվեք ինքնաօգնությամբ եւ հետևեք ձեր առողջությանը։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Media Lab-ի podcast-ը նվիրված Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջական, հոգեբանական խնդիրներին եւ հարցերին, որոնք առաջացել են բոլորիս մոտ պատերազմից հետո։ Media Lab-ի դիտանկյուն բաժնում նաեւ կարող եք կարդալ հոդվածներ հոգեկան առողջության, պատերազմի ազդեցության եւ այլ նման թեմաների շուրջ։ Իսկ այսօր մեր հյուրն էր Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հովսեփյանը, շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, ցտեսություն։